Համաշխարհային ավտոարտադրողների ուշադրության կենտրոնում հիմնականում երիտասարդ և միջին տարիքի գնորդներն են, որոնց համար բազմաթիվ և բազմապիսի մոդելներ են առաջարկվում ամենատարբեր հրապուրիչ փաթեթավորմամբ։ Որոշ ավտոարտադրողներ էլ տիտանական ջանքեր են գործադրում տարեց մարդկանց համար մեքենաներ թողարկող ընկերության իմիջից ձերբազատվելու համար, հրապարակ անելով բազմաթիվ կոնցեպտներ նախատեսված երիտասարդ և ակտիվ գնորդի համար։ Ճապոնական Nissan ընկերությանը դժվար է դասել թոշակառուների համար մեքենաներ արտադրող ընկերությունների շարքը, սակայն ընկերության կալիֆոռնիական դիզայն ստուդիայի աշխատակիցները գտնում են, որ իրենց նոր կոնցեպտը կհետաքրքրի 50-60 տարեկան մարդկանց, որոնք ավարտելով իրենց աշխատանքային գործունեությունը, միաժամանակ իրենց միանգամայն թարմ ու աշխուժ են զգում և ապրում իմաստավորված ու անկախ սեփական խնայողությունների հաշվին։ Nissan Bevel անվանում ստացած կոնցեպտուալ մեքենան իրենից ներկայացնում է միածավալ թափքով ֆուրգոն։ Այն նախատեսված է քաղաքային և ճանապարհներից դուրս օգտագործման համար։ Մեքենայի դիզայնն իր ողջ անսովորությամբ հանդերձ միանգամայն հանդարտ է և յուրօրինակ։ Այստեղ չկան որևէ ճչան և աչքի զարնող էլեմենտներ, ամեն ինչ սահուն է և ողորկ, բայց միևնույն ժամանակ ճաշակով և ժամանակակից։ Մեքենայի դիզայնն աչքի է ընկնում իր ասիմետրիկությամբ, որը հիմնականում թելադրված է ֆունկցիոնալ անհրաժեշտությամբ։ Տարեց մարդկանց երեխաներն արդեն հասուն մարդիկ են և ունեն իրենց սեփական մեքենաները և դժվար թե իրենց ծնողների մեքենայով ընտանյոք մեկնեն որևէ պիկնիկի։ Ուրեմն անհրաժեշտություն չկա վարորդի կողմից ևս մեկ դուռ ունենալ։ Դրա փոխարեն մի ուղղահայաց նեղ ապակեշերտ է, որը քողարկում է տարբեր առարկաների համար նախատեսված այդ հատվածը։ Ի հակադրություն դրան մեքենայի աջ կողքին երկու իրար դեմ հանդիման բացվող դռներ են, որոնք հարմարավետ և ընդարձակ մուտք են ապահովում ոչ միայն մեքենայատիրոջ տիկնոջ, այլ նաև, որ շատ հավանական է, ընտանի կենդանիների համար։ Բնականաբար սալոնի նստատեղերը կարող են ծալվել, ստեղծելով հարթ հարթակ ամենատարբեր ծավալի իրեր տեղափոխելու համար։ Ինքը սալոնը, չնայած ֆուտուրիստական ձևավորմանը, հարմարավետության շեշտադրություն ունի, առանց ճչացող որևէ նշույլի, քանի որ կյանքի փորձ ունեցող տարեց մարդը շատ ավելի գնահատում է պրակտիկ, իմաստավորված հարմարավետությունը, քան անհարմար ճոխությունը։ Վերնախցիկի հատվածում մի առանձին տանիքապատված տարածություն նախատեսված է մեքենայատիրոջ սիրելիշան համար։ Ինքը բեռնախցիկի դուռը հիշեցնում է մի մեծ թափանցիկ դարպաս, որի բարձրանալու հետ մեկտեղ առաջ է գալիս նաև հարմարավետ հենահարթակ, որն առանձին դեպքերում կարող է սեղանի դեր կատարել։ Ապակեպատ տանիքին տեղադրված են արևային մարտկոցներ, արտաքին հայելիների փոխարեն տեսախցիկներ են, իսկ օժանդակ հարմարավետություններից առկա են արբանյակային ռադիոն, MP3 ձայնարկիչը, հեռախոսային և ինտերնետ միացումը և այս ամենի ձայնային կառավարումը։ Թե ինչ շարժիչով է զինված Nissan Bevel-ը և ինչ տեխնիկական ցուցանիշներ ունի, հայտնի չէ։ Ճիշտն ասած, տվյալ դեպքում դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ մեքենան մաքուր կոնցեպտ է, առանց որևէ հեռանկարի։ Սակայն գաղափարն ինքնին գեղեցիկ է, որը մեկ անգամ ևս ապացուցում է, որ զարգացած երկրներում տարեց մարդիկ ոչ միայն դուրս չեն մղվում հասարակական ակտիվ կյանքից, այլ հակառակը, նրանց համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում իրենց կյանքի ոսկե աշունն արժանավայել ապրելու համար։